Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն, օր ապրիլի 22։ Տերը բանում է կույրերի աչքերը, Տերը կանգնեցնում է ընկածներին, Տերը սիրում է արդարներին։ Սաղմոս 146-րդ գլուխ 8-րդ խոսք։ Արդյոք խոնարհված ենք մենք, ապա եկեք այս շնորհալի խոսքը բարձրացնենք Տիրոջ առաջ, քանզի նրա ճանապարհն է, նրա սովորությունն է, նրա խոստումն է, նրա հաճույքն է բարձրացնել խոնարհվածներին։ Արդյոք մեղքի զգացումն է և դրանցից բխող հոգու ընկճվածությունն է, որ այժմ տանջում է մեզ։ Ապա Տեր Հիսուսի գործը հենց այս բանի համար է կատարված ու պատրաստված մեզ բարձրացնելու և հանգստության մեջ հաստատելու։ Ով Տեր, բարձրացրում ես քո ողորմության համար։ Ունենք տխուր կորուստ կամ կյանքի պայմանների մեծ անկում։ Ահա այստեղ ևս Մխիթարիչը հանձն է առել մխիթարել։ Ինչ մեծ ողորմություն է մեզ համար, որ Սուրբ Երրորդության անձերից մեկը դարձավ մեր Մխիթարիչը։ Այդ գործը կատարյալ կերպով պիտի իրականացվի, քանզի փառավոր անձը այն ընդունել է որպես իր հատուկ հոգածություն։ Ոմանք այնքան ընկած են, որ միայն Տեր Հիսուսը կարող է նրանց ազատել իրենց թուլությունից։ Նա կարող է և կանի դա։ Նա կարող է մեզ բարձրացնել դեպի առողջություն, դեպի հույս և դեպի երջանկություն։ Նա դա հաճախ է արել անցյալի փորձությունների ժամանակ, և նա նույն Փրկիչն է և կրկին իր ողորմածությունը կգործի։ Մենք, որ այսօր խոնարհված ու տրտմած ենք, դեռ պիտի բարձրացվենք, և նրանք, ովքեր այժմ ծաղրում են մեզ, մեծապես պիտի ամաչեն։ Ինչ պատիվ է Տիրոջ կողմից բարձրացվելը, իրապես արժե խոնարհվել, քանզի այդպիսով կճաշակենք նրա բարձրացնող զորությունը։